օրվա խորհրդի մասին հայոց բանակի 34 տարեկան է։ Կազմավորման հիմքերում եք եղել, այս բանակի համար էիք այն ժամանակ պայքարում։ Լավ, վերեք որ բանակը մանիպուլյացիան դենք ոչ էլ դիարացեք հետագան հետո կերևա։ Բայց այսօր մեր գերխնդիրն մեր բանակի կայացման, մեր համախմբման ժողովրդի ամենակարևորը մեր գերխնդիրը դա է։ Ուրիշ մենք խնդիր չունենք։ Ընթացքում կերևա։ Ձեզ գոհացնում է այդ կայացումը, հարցը դա է, պարոն Միքայելյան։ Լավ, մենակ դու աստղով չես լսում եմ։ Պատասխանեք իմ գործընկերները լսում են։ Ես կարամ գնամ։ Պարոն Միքայելյան, Այդ պայմանավորված է, մենակ դու ես հարց տալու խնդրեմ։ Դե լսում եմ։ Պարոն Միքայելյան, ծառայությունը մեկ ուղղակի բարի դարձնել է, ձեր կացկով չհետևանքներ կարող ունենալ, ինչպեսի կլինի ազդեցությունը դրա բանակի։ Ոչ մի հետևանք չի կարել, որպես պաշտպանողական բանակ արդեն ոչ մի հետևանք չունենա, պլյուս դրան այսօր գիտեք մեծ թվականակով զորավարժություններ է թվում, այս տարի չեմ ուզում լավ ասեմ քանի հազար հոգի լրացնում է։ Եվ ընթացքում մենք կամաց պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի, պլյուս դրան սահմանապահ զորքերը, որ կանգնած են, կանգնելու են, եւ այսօր կանգնած են ամբողջ սահմանի երկայնքով։ Բայց բան հնարվում է գումարով բանակի տապալների նախագծերի մասին։ Դե դիլայս քննարկում է դες չետաքրքրում։ Ինչու՞ մի վերջո քննարկում Չի հետաքրքրում ինձ հիմա, որովհետև քննարկում է լուրջ բան չի դա։ Բանակի մարդ ձեզ համար կարևոր չէ, նա քիչ առաջ падգամավորները նշում էին, որ ամեն դեպքում տղաները գոնե 6 ամիս պետք է անցնեն ծառայություն, հետո իրենք կորոշեն արժի շարունակել թե չարժի։ Դուք դարձան падգամավոր կպատասխանեմ ձեր հարցին։ Ոչ որպես падգամավոր, այլ մարդ, ով բանակի կազմավորման ակունքներում է կանգնած եղել եւ շատ լավ տիրապետում է։ Այսօր այդ քննարկումները որ գնում է ժամանակի մեջ քննարկվել է որ ինչն է օգուտ, ինչն է վնաս բանակին։ Այսօր ես հպանցիկ չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ հարցի մեջ այստեղ խորացած չեմ։ Իսկ ես տարբեր պետությունների բան եմ ուսումնասիրել, որ մարդիկ այդպես 6 ամիս են ծառայում իրաց ցանկությամբ։ Ծառայում են կամ իրաց ընտանեկան բանում մարդիկ որ սովորել են իրանք այդ են ներկայացնում որ ուզում են ծառայեն բանակում դա ընթացքում կերո այս մի դասին չեմ ուզում պատասխանել Դուք համարում եք որ հիմա բանակը կազմակերպվում է կամ ոչ կարամ համարեմ ես բանակի մոտ կանգնած եմ մենք դիրքերում կանգնած ենք բանակը ոնց կարա կազմակերպվի նախ չթողեք շնորհավորում մեր ժողովրդին հայոց բանակին մեր ծառայողի հայկանաց այսօր դիրքերում կանգնած թե երկրապահին թե հայ զինվորին շնորհավորում եմ բոլորի բանակի կազմավորման 34 ամյակի կապակցությամբ եւ խաղաղություն մեր երկրին տղերքին բարի ծառայություն Պարոն Միքայելյան, վերջին հարցը, դուք ամենաշատն եք լինում սահմանին, տեսնում զինվորներին, բարոյահոգեբանական վիճակը տղաների մոտ ինչպես է։ 44 օրերն էլ բարձր։ Այս չի որ մեր զինվորը, մենք չեմ ուզում միշտ ասեմ, բայց մենք միշտ հայ ձեռքով ենք պարտվել։ Հայ ազգը միշտ պարտվել է հայ ազգի ձեռքով։ Պատմություն ուսումնասիրեք իմանաք, էդի բարդ խնդիրա քննություն է, թում պարզվի։ Այսօր մոտ 30 լսեք մի րոպե։ Հայ ձեռքով էլ է։ Ազգային ժողովում գնդակարին սպարապետին մեր։ Վերցեք մխիթար սպարապետի գլուխ կդրած թաղածային։ Հատուլ եք վատ ղեկավարության հայ ձեռքով։ Դուք մի տարեք քաղաքականություն։ Վատ ղեկավարություն եղել է նախորդ իշխանությունների ժամանակ։ Եթե մեր թշնամի 20 տարի զենք ու զինամթերք էր արում ժամանակակից։ Այդ ում գլխին պիտի թափեր։ Մեր գլխին չէ, բա մեր իշխանությունները ինչ են անում։ Եթե իրանք էլ գիտնին որ ոչ մի հարց չի կարա բանակցային փուլով լուծվի։ Նիկոլ Փաշինյանը այսօր էր մեղադրում էր Ես իմ գործն անում եմ խելոք, հանգիստ, ծառայում եմ Հայաստանի Հանրապետության 38 տարի արդեն 29 տարեկանից զենք եմ վերցել մինչև հիմա ես բանակից մեղավոր չենք փնտրում ինչ Փաշինյանը գցում է հապկի վրա հապկան մեղավոր դուք ասում եք հայ ձեռքով եղել հիմա դու չեք գիտե որ պատմություն ուսումնասիրեք որ միշտ ելերա դավաճանություն միշտ ելերա
ինչ որ մեր այն վերելքի ժամանակ մեր պետության, մեր ժողովրդի մեկի խփել են, այն ժամանակ դե բնականապետություն չենք ունեցել, անատի վրա է բոլորը ձևավորվել եւ այդ անատին վերացրել են ոնց որ սպարապետին վերացրին, ոնց որ մակետարը սպարապետին ուր է թամ։ Ինես մորքոնց է թույն է որ էլի հայի միջնորդությամբ։ Ես ոչ եմ ասում հայ ազգ է։ Բայց այն ժամանակ դուք էլ ասացիք պետականություն չենք ունեցել, հիմա ունեին արդյոք ամեն ինչ հենց պետության կողմից չպետք է։ Այսօր պետականություն ունենք, թող է գնանք խաղաղության։ Հերիքա, Ռոջան, դուք հեսա երաբլուրում են կանգնած, տեսա քիչ կատարվող 44 օրյա պատերազմ։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելուն ու նորմալ ձևով պահումա արտաքին քաղաքացիներ հոյակապ անցում եկնում է։ Դրա համար երեք չբզբզենք էլի։ Պարոն Միքայելյան, հունվարի 27-ը զոհերի հիշատակի օր սահմանվեց, 3 դուք եկել էիք Եռաբլուր։ Երեք ես բոլոր մարզերում անգել է, որ բոլոր գնան հուշարձաններ ունենք մարզերում, ես հրազդանի հուշարձանում եմ եղել։ Եվ եթե առավել որ դե մի որորն էլ ասին մեկամի պատճառաբանություն պետք է բռնեիք։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։